Երեմիա 17:5-ում գրված է. այսպես է ասում Տերը, անիծյալ լինի այն մարդը, որ մարդի է ապավինում, եւ մարմինը իրեն բազուկ շինում, եւ իր սրտովը խոտորում Տերիցը։ Մի դրեք ձեր վստահությունը միայն մարդկանց վրա։ Ոմանք կարծում են, թե մարդը կարող է ինքն իրեն փոխել, բայց Աստված ասում է, առանց ինձ դա հնարավոր չէ։ Իհարկե, ամուսինը պետք է վստահի կնոջը եւ կինը ամուսնուն, սակայն երբ ընտանիքի ներսում կա կասկած եւ ցավ, սրտում տիրում է անհանգստություն։ Տերը չի ցանկանում, որ այդպես ապրես։ Նա ուզում է վերափոխել քո սիրտը, օրհնել քեզ իր ներկայությամբ։ Դիտենք վկայությունը։ Դուք այստեղ եք լուրջ դեմքով, այսօր ճիշտն ասած ոչինչ չեք ստացել Տիրոջից։ Ոչ, արդեն ստացել եմ օրհնությունը։ Ինչ փոփոխություն եք զգում։ Խնդիր ունեի ծնկիս հետ։ Ստիպված էի հենակով քայլել, որովհետև առանց դրանց ոտքս ցավում էր։ Բայց չէ՞ որ հիմա օրհնված եք։ Այո, ես արդեն օրհնված եմ։ Այդպես գնացեք այնտեղ, հենակը դրեք ձեր մեջքին, քայլեք։ Այս միջանցքում կարող եք առանց վախի քայլել, քանի որ վախը թշնամուն է բերում։ Իսկ դուք դեռ վախենում եք, շարունակեք ձգվել, մի քիչ էլ ձգվեք։ Այս պահը դժվար է, բարեկամներս, մարդը պետք է հավատքով քայլի, կարող եք հետ գալ։ Աղոթենք։ Հայր, մենք աղոթում ենք Հիսուսի անունով, որ դու ոչնչացնես այս կյանքում բոլորի չարիքները, չարիք հեռացիր Հիսուսի անունով, փառք ես Տեր եւ ամեն։